Գործով գինու և կոնյակի գործարանների ներկայացուցիչներ։ Ինչպես նաև այսօր ես արդեն տեսնում եմ համայնքի այսօրվա մեր հավաքված նորմի ներկայ են ռուսաստանից ներգաղթած արդեն արտագնա աշխատանքից հետ վերադարձած տապերականցիներ։ Մեխանիզատորներ։ Իհարկե դա իհարկե նաև սպեցիալիստներ, որոնք ժամանակին և մինչև այսօր էլ աշխատում են որպես մեխանիզատորներ։ Շատ հետաքրքիր է նաև այսօր մենք ունենք մեր պիոնսոպոզից Բելգիայում արդեն ապրող և այսօր էլ հետ վերադարձած մեր ընկեր Ավդիսյան Սամվելին։ Այսինքն մենք Եվրոպայից էլ տապերականցի ունենք այստեղ մասնակցող։ Շատ հետաքրքիր է և շատ հետաքրքիր այս հավաքված մասնակիցների մասնակցությունը շատ այնքանով հետաքրքիր որ ընկերս Բելգիայից եկած ինձ ասում էր սա մի հրաշալի առիթ նաև որ ես ամբողջ գյուղացիներին գրեթե կարողացա տեսնել մեկ օրում։ Ներկային այստեղ նաև հարևան համայնքներից իմ թանկագին ընկերներ Թևոնյան Մարտիկը և Մարտասյան Լովիկը։ Ուրեմն հարգելի ուրացիներ, քանի որ առաջին անգամ է Մարսպետը մեր համայնքում, հետևաբար ցանկանում եմ փոքրիկ պատմական ակնարկ կատարել տապերական գյուղի մասին։ Դրանից գաղթած վանեցիներով հետագայում նրանց են միացել Տորսահայեր, հետո հանրապետության տարբեր բնակավայրերից Աբարան, Արտունի, Չանախչից եկած բնակիչներ, իսկ 1946 և 1948 թվականին արդեն ներգաղթած պարսկահայեր և սիրիահայեր։ Ժամանակի տապերականը եղել է հայտնի խոշոր խաղաղագործական և գինեգործական կենտրոն։ 1943 թվականին պատերազմի ժամանակ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մեր տապերական գյուղում հիմնադրվել է գյուղատնտեսական տեխնիկում, որը այդ տարիներից շատ հեղինակավոր կադր է տվել ամբողջ հանրապետության համար։ Գյուղատնտեսական գործունեությունից բացի ժամանակին գյուղի տարածքում գործել են 4 խոշոր շինարարական տնտեսներ, որոնք ունեցել են հանրապետական և շրջանային նշանակություն։ Ուրեմն տապերականի ազգաբնակչությունը ընդգրկված է եղել այդ հիմնարկների, աշխատանքների, պրոցեսների։ Թվարկածս հանգամանքներից ելնելով գյուղի ազգաբնակչության մեջ շատ ընդունված է եղել ուսուցումը և բարձր մասնագիտական կրթություն ստանալը։ 92 թվականից հետո է, ուրեմն 1990-ից հետո ապրելու և մասնագիտական աշխատանքների այսքան մեծ բանակ է եղել մասնագիտական կրթության մարդկանց, բայց 92 թվականից հետո երբ կյանքը փոխվեց, կարելի ասել հասարակարգը փոխվեց, ուրեմն ապրելու և մասնագիտական աշխատանքի բացակայության պատճառով շատ բարձր որակի մասնագետներ և լավ գյուղացիներ ուղղակի Հայաստանից արտագաղթեցին դուրս դեպի Ամերիկա, Ռուսաստան և Եվրոպա։ Այսօր ազգաբնակչության 866 ընտանիքներից շուրջ 80% ընտանիք ապրում է բարակային պայմաններում։ Նաև ուզում եմ նշել, որ տապերականի ամբողջ հողային տարածքում գրունտային ջրերը գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և որ դա է պատճառը։ Բայց ինչևէ տապերականցիները աշխատասեր են ստեղծագործ և ուսումնատենչ։ Ճիշտ է։ Անկարգում ես շատ ուզում եմ, որ Մարսպետին ձեզ մանրակրկին իշխանքով հնարավոր է ինֆորմացիա մեր գյուղի պատմական անցյալից թվականին տապերականի բյուջեի եկամտային մասը կազմել է 73 միլիոն 325 հազար դրամ։ Ուրեմն սա պլանավորված բյուջեի թիվն է, որից սեփական եկամուտները կազմել են 25 միլիոն 157 հազար դրամ։ Իսկ պետության կողմից կամ կառավարության կողմից ավելի կոնկրետ նախատեսված է տրամադրել 48 միլիոն 187 դրամի դոտացիա։ Կողմի վարձակալություն 560 հազար, տեղական տուրքեր խանութների հետ կապված 805 հազար, տեղական վճարախտանության համար 3 միլիոն դրամ։ Այս բոլորը միասին 25 միլիոն 130 հազար դրամի ավելանում է 48 միլիոն ավել դրանից 48 միլիոն 187 դրամը պետական դոտացիա և ընդհանուր իրար հետ միասին կազմում է 73 միլիոն 375 հազար դրամ։ Այսինքն ներկայացնել այն ծախսային մասը,
որ այս առաջացող այս մեծ գումարը 73 միլիոն գումարը ինչպիսի ուղղություններով է ծախսվել կամ ծախսվելու ընթացքում, այս վերջին մի երկու տասնյակ օրվա ընթացքում բյուջեի գումարները։ Հիմնականում ծախսվել են տարվա ընթացքում, հիմնական չէ, կոնկրետ, կառավարման ապարատի պահպանման համար, գյուղապետարանի կառավարման ապարատի համար 24 միլիոն 476 հազար դրամ, որը գնացել է աշխատավարձի, էներգետիկ ծառայությունների, գյուղապետարանի շենքի վերանորոգման, կապի ծառայության, համակարգչային ծառայության, տեղեկատվական ծառայության, գրասենյակային նյութեր ձեռք բերելու, տրանսպորտային նյութեր ձեռք բերելու համար։ Սա կառավարման մարմնի պահպանման համար։ Փողոցների լուսավորության համար 482 հազար դրամ, առողջապահության ամբուժամբուլատորիայի մշակույթի տան աշխատողների աշխատավարձի և պահպանության նաև միջոցառումների կազմակերպման ընթացքի համար հնարավորություններ, օգնություններ, դժվար ապրողների և նաև առողջապահության նպատակով առողջության համար օգնություններ, բացի նոր տարվա օրերից մենք ամսի 6-ը զատիկից հետո մի խոսքով մենք արդեն մանկապարտեզն աշխատում է։ Սա ընդհանուր բոլոր ծախսերը իրար հետ միասին։ Ուրեմն կատարված աշխատանքները այս ընթացքում ես որ նշեցի նաև աշխատանք ենք արել գյուղապետարանի շենքի վերանորոգման համար, գյուղապետարանի շենքի ծածկն ենք փոխել լրիվ, նոր ծածկն ենք հիմնականում ձեռքբերումների համար։ Կատարվող աշխատանքները անում ենք հնարավորության դեպքում երբեմն մեծ միջոցներ։ Ուրեմն կեղտաջրերի հեռացման համար 760 անում ենք մեր միջոցներով, մեր հնարավորություններով։ Երբեմն համայնքի իմ բնակիչների, իմ ընկերների, այսպես ասեմ, այստեղ հենց կակրած ուզում եմ բաց թողնեմ առիթը, ասեմ, մենք մեկ օր թե երկու օր, որ ամեն մի համայնքում առաջի հայացքից շատ գեղեցիկ է, երբ որ տեսնում եք շասինուն ասֆալտապատակ, շասինուն լույսեր եւ ուրիշ հարմարություններ։ Ասում եմ կարող եք մեկանակ ասենք իրան, այդպես չի։ Ես փողոցներ կա, որոնց խոսք եմ տվել, անգամ միամիտ տեղն եմ խոսք տվել, բայց այս չի աշխատում եւ ասեք, կա։ Ուրեմն, բայց չէ, ասել եմ։ Ուրեմն մեր մարզ կենտրոնում, Մարտաշատում կա այդ կոյուղու մաքրման մի մեքենա, այն կարելի մեքենաներ էլ է։ Էդի մենք ծոդելով ասեմ, խնդրում եմ այդ կազմակերպությունը, որը զբաղվում է կոյուղի մաքրման գործով, թող մեր հետ պայմանագիր կապի, մենք իրան փոխանցենք, իրան կան մեր կոյուղի։ Պետք է նշել, որ գյուղապետարանը չէր կարող գործունեություն իրականացնել միայն իր սեփական եկամուտների հաշվին։ Մի քիչ առաջ ասել եք 21 միլիոն 2002 թվականից գյուղապետ եմ աշխատում։ Այս ի նկատի ունեմ 2002 թվականից առ այսօր, այն ինչ որ հիմա ուզում եմ ասել, չի եղել, բայց տեսեք Ասպետարանից, կառավարությունից, պետությունից, մեկ հարցում ենք շատ դոյին։ Արգել յուղացնենք, դուք էլ իմացեք, արևակ դուներում 20 տոննա, 30 տոննա այդքան ստացել են, բայց մենք 116 տոննա սիլինդրակ պարատանիք ենք ստացել։ Մեզնից տանել, մենք մեքենայով իրաց տանում ենք հասցել։ Այդպես ուշադիր ենք եղել, այս հարցում։ Արգելի գյուղացիներ, ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում կան չլուծված խնդիրներ, այնպես էլ մեր համայնքում կան փոքրիկ փողոցներից հանդուրս է, որ գազաֆիկացվի, այդ որ թաղամասում կառուցված տներ կան, բայց չեն ավելի շատ։ Ինքն նորոգումը ես կարծեմ ասել եմ, մեր ջուրը ինչ անել, որ շատ լավ, մայր ջրապարտանատիրոց այգու մեջ է, դիկով վերացվարը կամ աղը մենք հանդենք, էդի վերանորոգ են, երբեմն ձերքով աշխատանք անել են, հնարավոր չի։ Շարունակեմ։ Տրամաբանություն կլինի չէ, եւ բոլորը պետք է դուք հիմա նախապատրաստվեք եւ ղեկավարության մասնակցությամբ նախապատրաստվի ու կոնկրետ լուծումներ պետք է արվեն։ Պարոն Աստղի, նորից առիթ է շրջում, բազկովն մեր ջրերի հետ կապված մեր համայնքի ներքին ցանցը գրեթե միջոցներով մենք էլ փոխեցինք 3 կիլոմետր։ Այսինքն մոտ 6 կիլոմետր գործ է արվել այս վերջի 12 տարվա մեջ։ Համայնքում կարող է լինի 1 կամ 2 փողոց, որտեղ ընդհանրապես մեր ուզում եմ որ օրալ մարդկային դրենք հարցերը
քննարկում ենք եւ հարցեր կա, որ ձեր բազատում են։ Խմելու ջուր պետք է լինի, ոռոգումներ պետք է աշխատի, որ իրացումն են հասցրել, բայց գծի վրա տեղադրել ենք ամեն ինչը եւ անձնական մեր հաստատությունն է ապահովել։ Եվ հաստատ այդ փողոցների ժողովուրդը, եթե ստեղ Եկան գողը շնորհակալ են, ես էդի կասեմ մեկի հետո փողոցներ կան, որ իրանք 40 թվականին մանկապարտեզում է ասում։ Մանկապարտեզի երկրորդ նաշաշենքի վերանորոգումը։ Մենք մանկապարտեզ ունենք, որը շատ լավ մանկապարտեզ է եղել կոմունիստների ժամանակ, բայց այս քան տարիներին մենք ունենք, բայց ես հեսա 4 հիմա գործում եմ, բայց այդտեղ 6 խմբի երեխա են ունենք։ Այդ 4 խմբի մեջ 6 խմբի երեխա։ Ուրեմն մենք այդ մանկապարտեզի մեծ կորպուսը երկու հարկան վերանորոգեցինք եւ այսօր բոլորի ներկայացած խնդրում եմ պարոն Մասվերին, որ մի հատ այցելենք մեր մանկապարտեզ 1 րոպեով։ Ուրեմն այնպես ենք սարքել, որ մարզում եթե միտեղ տես ծրագրով ինչ-որ փողերով որ կարողանում են վերել դրսից անել, մենք դրանից լավ ենք արել, մեր միջոցներով ենք արել, մեր միջոցներով։ Եվ այնպես որ մի քիչ առաջ ոնց էի ասում, սիմվոլիկ փող ենք ծախսել գյուղատնտեսության, սիմվոլիկ։ Ծրագրի համար եւ կարծում եմ նաեւ որպեսզի ազգանացության հետ Վարդապետյանը համիտումը շարունակի եւ Արմենի ներկայացուցիչներն են այստեղ, մեծ մասը, որ մեր մարզի տարածաշրջանում իրականացնում են իրենց գործունեությունը եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը եւ բոլոր վարչության պետերը բացի քաղաքաշինությունից, որը գործողման մեջ է, ուրեմն ձեզ ասեմ, հարգելի ժողովուրդ, ես ասեմ, պատահական չի, որ մեր ծառայությունները բոլորը մեր հետ են։ Մեր այցելությունները համայնքներ իրականացնում ենք ավելի անմիջական, այսինքն մենք ուզում ենք անմիջական գալ համայնքի ազգաբնակչության հետ շփվել եւ ուզում ենք, որ համայնքի ժողովուրդը խնդիրներ ունի, բոլորն հնչեցնեն։ Հարց ունենք ու ունենանք 10 խնդիր, գոնե 10-ից 1-2-ը աշխատենք լուծումներ տան, մնացածներ ժամանակի ընթացքում համապատասխան ծառայությունների հետ աշխատանք կտանենք, որտեղ բոլոր խնդիրները միանգամից լուծել դա անհնարին է։ Երբևիցե խոստումներ չեմ տալիս, որտեղ գնում եմ, որ համայնք գնում եմ, եւ ուզում եմ, որ համայնքի ղեկավարները իրենց կատարած աշխատանքները, որ տարի վերջանում է, արդեն նախապես ոնց որ մենք օպերատիվ քննարկում ենք անում եւ արդյունքում 15 թվականի բյուջետային 15 թվականի ընթացքում ուրեմն պետք է մենք բոլորս հաշվետվություն տանք, սկսած մարզպետից, համայնքի ղեկավարներից, բոլոր հիմնարար ձեռնարկություններից, կրթական համակարգերից, առողջապահություն եւ կուզենամ բոլորս նախապատրաստված լինենք, որ մենք ինչ թերություն ունենք մեր աշխատանքի ընթացքում, պետք է 15 թվականի ընթացքում մեր մոտեցումները միանշանակ փոխված, մենք մեր մոտեցումները ել ավելի ուշադիր համայնքների նկատմամբ եւ համոզված եմ, որ համայնքների ղեկավարները բոլոր այո ամեն ինչ անում են, բայց պետք է ավելի լավ իրականացնեն իրենց գործունեությունը, որ ազգաբնակչության մոտ իրական փոփոխություն լինի։ Առաջին իսկ օրվանից, որ նշանակվել է մարզպետ, առաջին իսկ օրվանից ուրեմն թեժգիծ է գործել մարզպետարանում եւ այդ թեժ գծի ուրեմն ազանգերի եւ ազգաբնակչության հետ ուղիղ կապն է եղել մարզպետի։ Ամեն մի զանգ իմացեք 10-15 րոպեվա մեջ, ուրեմն իմացեք ինչքան մեծ զբաղված լինեմ, իմացեք որ այդ ինֆորմացիան ինձ հասնում է որ մի համայնքում, որ մի մանկապարտեզում, ասենք ասել, որ մի դպրոցում ինչ ուրեմն ինչ է կատարվել։ Այո, այն խնդիրները, որը ունեն ազգաբնակչությունը, ծնողը տեսնում է անարդարացի մոտեցում, իմացեք զանգում ամեն։ Ես մոտարապես իմ կարծիք ունեմ, կա ազգաբնակչության մի մաս, որը հենց մտածում է, կասկածում ասում է, բողոքեն թե չբողոքեն, բայց բողոքը ուրիշ միջոցներով գրավոր դանի հասնում է անձամբ մարզպետը ստանում է նամակներ, ուրեմն հավատացած եղեք, բոլորը պոստայով կարդում են, անանուն նամակներն են կարդում։ Այդպես բան չկա, կարող է միամիտ մեկ էլ մտնի մեր կրթության վարչությունը, վարչության պետ իր համապատասխան աշխատակիցներով, ասենք մեր խորհուրդը մանկապարտեզ։ Եվ մանկապարտեզից սկսեմ, որտեղ մանկապարտեզը, որը որ դուք ներկայացրիք, մանկապարտեզը պետք է աշխատի, մանկապարտեզը պետք է աշխատենք, հնարավորություն ստեղծենք, մանկապարտեզը եթե ընդլայնելու տեղ ունի, պետք է ընդլայնվի, որովհետև մենք լուծում ենք սոցիալական շատ լուրջ խնդիր։ Եվ շատ ուրախ եմ, որ ձեր համայնքում
12 ամիսներ տարվա աշխատում է, որի արդյունքում դուք մեծ խնդիր եք լուծում, հենց առաջինը սոցիալական։ Առնվազն եթե 4 խումբ է, չէ, 4 խումբում կլինեն ու ունես սեզոնային աշխատանքով ապահովված է։ Եվ գյուղատնտեսական ուրեմն համայնքան մենք ուզում ենք, որ գյուղատնտեսությունը ել ավելի կա բոլոր, որը որ ցանկացած պահի կառավարությունը իր աջակցություն իրականացնում է մարզպետարան, համայնքի ղեկավարի հետ միասին, ուզում ենք, որ մեր ազգաբնակչությունը ավելի լավ է։ Պետք է մեր արդյուն դա կլինի առողջապահություն եւ սոցիալական մեր ոլորտները եւ ուզենամ, որ մենք բոլորս լուսաբանենք եւ հասկանանք, որ բավականին լուրջ աշխատանք է կատարվում։ Պետք է պարտավորված լինենք, եւ ես եմ պարտավորվում, եւ մեր ծառայությունները եւ կրկնակի պետք է մեր համայնքի ղեկավարները պարտավորեն, որովհետեւ ի սականց են եկել եւ սականց են խոսում, որից է մի ինչ-որ բան չունի։ Այս պահին համարում եմ ուրեմն բավարար եւ լավ եւ ուզենամ, որ համայնքի ղեկավար այսինքն ամիջական, որ խոսում է իր բնակիչների հետ, դա ավելի ընդունակ։ Ես իմ հարցը ուրեմն շատ ողջունում եմ նախ շնորհակալություն հայտնեմ, այս հանդիպումները կարծես թե մեր անկախությունից հետո նոր երևույթավորը շատ լավ է ու ինձ ամիջապես ղեկավարության հետ շփման հնարավորություն են տալիս։ Այ խոսվեց սոցիալական խնդիրներից, որը իրոք կան, լուծում են պահանջում, բայց օրինակ ելույթների ընթացքում ընդհանրապես, այսինքն հետևելով կառավարության գործունեությանը, հատկապես գյուղական համայնքներում, բաց թողում կամ մշակութային հատվածը, որը որ կուզեի տեսնել ներառված կառավարության ծրագրերի մեջ։ Օրինակ տեսեք, նշեցիք օրինակ որակական փոփոխություն սերունդների եւ այլն։ Կարծում եմ, որ մշակութային այդ հատվածը ավելի աշխուժություն մտցնելու համար